կառավարության ծրագրերում։ Պարոն Հարությունյան, ինչ անենք, որ այս թվերը փոխվեն։ Ինչ անենք, որ պայմանային ապահովության վիճակը բարելավի, որովհետև պետական ռազմավարությունը 23-30 թվականների համար է եւ 30 թվականին նույնիսկ այն ցուցանիշները, որ դրել են, կատարյալ ապահովություն չի անում, բայց մինչև 30 թվականն է։ Ինչ պետք է անենք, որ ավելի լայն քայլերով, ավելի արագ այս ցուցանիշները կարողանանք փոխել։ Ուրեմն վերջից գամ պետք է անենք այն, ավելի ճիշտ պետք է չանենք այն, ինչ անում ենք հիմա։ Դա ամենակարևորն է։ Մնացածը մասնագիտորեն, եթե ինչ-որ բան բաց է թողնում, խնդրում եմ հուշեք, կասեմ, որտեղ ընթացքում բաներ ասեցիք, մտովի տեղափոխվեցի եւ փորձեմ ասել հետեւյալը։ Ուրեմն երբ որ ծորենի պարենային ապահովության, ինքնաբավության հետ կապված թվեր հնչեցրեց իմ ընկերը Հարգարժան Դանելյան Գառնիկը, ժողովուրդ այդ 22.8%-ը 24 թվականի դրությամբ իրենց պաշտոնական հրապարակած թիվ է։ Հեսա կասեմ ինչա թիվ, բայց ավելի մտահոգիչը, որ այդ թիվը ոչ մեկին չի ահազանգում, ոչ մեկ դրանից չի սթափում։ Ես ձեզ հիմա կասեմ, որ 25 թվականի պաշտոնական տվյալները, երբ որ հրապարակեն օգոստոս ամսին, ասենք 2026-ի, ցածր է լինելու։ Եթե ցածր չի, նորից սխալ վերլուծություն է, որտեղ տարեց տարի ոչ միայն բերկատվությունն է անկում ապրում, այնտեղ արհեստական թվերը տնտեսագետներ կան, ընդհանուր գիտեն ոնց ապահովում հաշվում թվերը, կորուստները սարսափելի թվեր են ցույց տալիս։ Այսինքն, երբ որ ցույց են տալիս ծորենի արտադրություն, ասենք 2024 թվականին 120.6 տոննա, այսինքն 120.600 տոննա։ Ընդհանուր Հայաստանում արտադրված ծորենը։ Դրա թվերը, երբ որ նայում ես, ասենք 88,000 տոննայի կարգի մի քիչ ավել ցույց են տալիս անասնակեր, սերմացու, արտահանում եւ սարսափելի թիվ կա կորուստ։ Մի տարի ցույց են տվել 45,600 տոննա, մի տարի 35,600, մի տարի 37,900 տոննա։ Ու այդ կորուստը, երբ որ հարցնում ես, ասում են թիվը Ֆաոյի գործակցություն, դուք հասկանում եք, այդ թիվը Հայաստանի համար ինչ է նշանակում։ Դրանց հասկացող չկա, բայց ես սկզբում անկեղծ եմ ուզում, այսօր չգիտեմ ինչի ուզում եմ շատ բաներ բացել, բայց տողատակերը կթողամ հետոյի համար, երբ որ ես սկսում եմ ինչ-որ մի բանի մեջ խորանալ, շատ հեռուն եմ գնում։ Եվ որ ես տարբեր նյութերից, տարբեր տեղերից փորձեցի ձեր ասած ինչ անենք, որ այս վիճակից դուրս գանք, ես ռեալ ուզեցա գնահատեմ Հայաստանի պոտենցիալը գյուղատնտեսության։ Երբ որ հետ եմ գնում 80-ական թվականներ, մինչև 90 թվական, պաշտոնական թվեր հանել եմ, ուսումնասիրել եմ արխիվներից, ժողովուրդ լրիվ ուրիշ երկիր է եղել։ Այսինքն մեր պոտենցիալը այսօր ժողովուրդ 91 մինչև սեփականանքանման գործընթացը մշակվել է, այն ժամանակ վարելահողերը եղել է ոչ թե մի քան նման 440,000-ի, եղել է 490,000-ի կարգի։ Եվ այդ հողերից, ժողովուրդ թիվ եմ ասում, 438,000-ը մշակվել է։ Այսինքն հիմնականում են աղի, ալկալի այդ հողերը, այսինքն մի մետր քառակուսի հող չի եղել, որ չմշակեն։ Ել չեմ ասում տեղեր կա 2-3 բերք են ստացել։ Ընդհանուր ագրոպարենային համակարգ կա գործը։ Եվ երբ որ նայում ես անասնագրխականակը, նույն զուգահեռ այդ տարիներին թվականներին, մոտավորապես 91-ի թվով, ասեմ, ոչխարի գլխականակը ոչխարների եղել է 1,130,000-ի կարգի։ Իսկ խոշոր եղջերավորի գլխականակը 600,000 է եղել։
Երբ որ համեմատում ես Նիկվա իրաց հնչեցրած թվերի 24, 23, 22 թվին 597,000 խոշոր եղջերավոր կենտանիներ են ցույց տվել վիճակագրական ծառայության, ոչխարների գլխաքանակն է 688,000-ի կարգի։ Երբ որ նայում ես կերային բազան, բազմամյա կերային մշակաբույսը, զգում ես, որ ոչ թե ստում են, ահա որ խաբում են։ Այսինքն այն ժամանակ կերային մշակաբույսերը մինչև 200-220,000 հեկտար է եղել։ Այդքան մշակությունից ու քանակությունը գլխաքանակ այնտեղ մարտիկան ինձ կօգնեն կհուշեն, որ 1 հեկտարը պահում ասենք 1, 2, մաքսիմում 4 խոշոր եղջերավոր, իսկ մանրի հետ կապված ոչխարը մինչև 10 կարգն է այդպես, նաև արոտների կառավարման։ Հիմա թվերը նայում ես, ուռուցնելը մի կողմ, խաբելը մի կողմ, ինչ որ այս հունվարը չեն էլ հրապարակի ընդհանրապես։ Սա մոտեցում է, որը գալիս է համապատասխան տեղից։ Հիմա վերադառնամ ձեր ասած համապատասխան տեղին այդ փաստաթղթերը։ Ուրեմն իմ հիշողությունը եթե չի դավաճանում, պարենային ապահովություն տերմինը առաջ անգամ օգտագործվել է 1974 թվականին Պարենի համաշխարհային ներգաղթաժողովի ժամանակ։ Այն ժամանակվա պարենային ապահովության խնդիրը այլ է եղել, որ շուկաներում լինի համապատասխան քանակություն եւ ապահովություն, կայունություն, կալորականություն, բայց արդեն մոտ 20 տարի անց 1996 թվականի նույն Պարենի համաշխարհային գաղթաժողովի ժամանակ այդ ժամանակ արդեն փոխվեց, այսինքն պարենային ապահովության հետ կապված արդեն մատչելիություն, ֆիզիկական եւ այլն այդ նույնիսկ մշակութային բաղադրիչը կար դրա մեջ ապահովումը եւ այդ ժամանակ արդեն 96 թվականին խնդիրը դրված էր, որ ձեր ասած որ հիշատակում եք մինչև 2030 թվականը դա սովի հաղթարելու հետ կապված համաշխարհային ծրագրեր էր, որ այսօր աշխարհում գիտեք ինչա կատարում։ Եվ 96 թվականի այդ գաղթաժողով եւ այլն այդ ինչ էր որ կա համաձայնություն, համերաշխություն ստորագրվել է մեր երկրի կողմից։ Եվ հիմա մեր երկրի ձեր նշած փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության ռազմավարության ծրագիրը ցավոտ բան եմ ասելու ժողովուրդ։ Չէի ուզում ես անդրադառնալ այդ փաստաթղթին, որ ասում եմ դուք ստիպեցիք։ Ուրեմն այդ փաստաթուղթը, տեսեք դուք բերում եք այդ ժամանակատվածի պարոն Դանիելյան այդ թվերը 23 թվականից հետո տեսեք ինչեր է տեղ ունեցել 23, 24, 25, 3 տարի վիճակն ավելի վատթարացել է։ Սով հաղթարու փոխարեն գնում են սովի, քանակներն էլ կասեն։ Իսկ ինչ վերաբերվում է փաստաթղթին, եթե իմ հիշողությունը կրկին չի դավաճանում, այդ փաստաթուղթը կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի որոշումը։ Հունիսի 29-ի որոշումը համարնել 10:38, եթե չեմ սխալում։ Ու գիտեք ինչ եմ սենց մտածելով խոսում, մտովի հետ գնացի ես այդ օրերը, պարոն Խանոմյան, դուք շատ լավ պետք է պատկերացնենք այդ պահին Արցախում կոնկրետ ինչ էր տիրում եւ ինչ իրավիճակ էր։ Բլոկադայի ծանր պահը դեռ չէր սկսվել, որովհետեւ հələ մի քիչ կանաչ կար, բերք կար, բանջարանոցներում բան կար, մարդիկ հələ այդքան չէին եկել դեպի աշնան զմռան կողմ եւ ժողովուրդ սարսափելին ես պետք է հնչեցնեմ։ Փաստաթղթի ժամկետը ասեցի երբ ընդունվել։ Այդ փաստաթուղթը իր երկու նախաբաներն էլ ցանկ օգտված, ես հիշում եմ 32 էջից է կազմված հավելվածներով 32 էջ 32 էջը պատկերացրեք թվով քանի բարդ կլինի։ Եթե որևիցե մեկը
այդ 32 էջի մեջ գտնի Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ բառը, ես ընդհանրապես չեմ խոսա այս երկրում։ Այսինքն մեր եղբայրները սովի, կոնկրետ սովի շեմին կանգնած, տոտալ բլոկադա, ֆիզիկական անվտանգություն պլյուս սով, այդ ամեն ինչի մեջ չի որևիցե մեջ բերվում թեկուզ դառը փորձ, որ Արցախում այս վիճակն է, բլոկադա է, մենք այս բաները համաշխարհային երկրներից են խոսում։ Դա նշանակում է պետական քաղաքականության ոչ թե ձախողում, այլ կանխամտածվածություն։ Ձախողումը կլինի, երբ որ մի բան ուզում են անեն, ստացվում է, չի ստացվում, կապված մթնոլորտային տեղումներից, անբարենպաստ, բարենպաստ, ինչու՞ չէ նաև մասնագիտական կարողություններ, ոչ մեկս էլ սուպեր մասնագետներ չեն։ Մենք էլ աշխատանքի ընթացքում ունեցել ենք թերություններ, բայց երբ որ ռազմավարական փաստաթուղթը տվյալ խնդիրը կարգավորող հիմնարար փաստաթուղթ է։ Այսինքն եթե այդտեղ ամեն ինչ անտասած է, դա արդեն թվերը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Իմ համար դա զրոյի արժեք ունի։ Եվ այդ փաստաթղթի էլ արդեն 75-րդ կետում գրված է ծրագրի մոնիտորինգը իրականացնում է փոխվարչապետի գրասենյակը։ Այսինքն ծրագրի իրականացման պատասխանատվության այդ բանը մոնիտորինգ ընկած է որ փոխվարչապետի, այդ աստված իրանց հետ, մեկը մտածում է Տաուշի հողերը մետր ոնց տան, որ խաղաղություն լինի, չագերտներով, և բանկերի տոկոսադրույքները բարձրանա, բանկերը մեջ շահույթ ունենան, ասում են պատասխան կտան փաստով լրիվ անուն կասեմ, երբ որ գա պետք լինի։ Մյուսն էլ բացարձակ կովիդի ձախողումից հետո ինչ տնտեսություն։ Այսինքն եթե երկրի վարչապետը չի տիրապետում տնտեսությանը, թողենք մի կողմ անձնական քննադատություններ ինչ ա եղել երկրում, գոնե փոխվարչապետերի գրասենյակը պետք է տնտեսությունը այցվ պատկերացնեն, որ ձեր ասածը կարանան որոշեն։ Եվ նաև այդ ռազմավարության մեջ, և ինչու՞ չէ նաև 1996 թվականի գագաթնաժողովի խնդիրների մեջ դրածը կայուն գյուղատնտեսության ապահովում, ոչ միայն մատչելիություն, կայուն գյուղատնտեսության։ Խնդրեմ ինձ ասեք, 23 թվականից էսկոմ բոլոր քայլերը ուղղված են եղել ապակայունացմանը, ռիսկերի մեղմացման հետ կապված, հակակարգտային համակարգերի մասին բացարձակ խոսք չկա, ծրագիրը եղել է, արդեն իրականացման փուլում էր 18 թվականին, անդրադարձ չկա, զրո։ Կասեն կարգտապաշտպան ցանցեր ինտենսիվ այգիներ, ժողովուրդ ջան, մասնագիտական առումով ես ասում եմ, դա պարենային ապահովվածության հետ կապ չունի, եթե խաղողի այգիները կարգտապաշտպան ցանցերով պատեն, պաշտպանեն, նույնը խնձորի այգիները կամ նորես ինտենսիվ նորագույն տեխնոլոգիաներով, այդ երկուսը պարենի ապահովության հետ կապ չունեն, որովհետև երկուսի գծով էլ մենք 100% ապահովված ենք, մի բանել իրացման ավելցուկ ունենք։ Մեր խնդիրը առաջնային սպառողական զամբյուղի մեջ այդ պարենամթերքներն է, հացը, հատիկան դեղենը, միս եւ այլն, այդ բոլոր թվարկածների գծով ոչ միայն շուկայում կտրուկ գների բարձրացումը, այստեղ մատչելիությունից ենք խոսում, այսինքն կարող է ֆիզիկապես այդ ապրանքը կա գոյություն ունի, բայց դա մատչելի չի։ Իսկ պարենային ապահովության հիմնախնդիրներից հիմնական մեկը նա է, որ բժշկական, առողջապահական նորմաներով կարողանանք մարդու դա հիմնարար իրավունք է։ Պարենային ապահովությունը բացեք նայեք, գրած է մարդու հիմնարար իրավունք է, իսկ հիմնարար իրավունքը դա մարդու ծնունդից սկսվում է կյանքի, առողջության, մնացած ազատ տեղաշարժի։
Ընդանուր քաղաքականության առումով ժողովուրդ նույնիսկ այն որ ապավագրական վճարները կար, դա էլ հանեցին։ Ցորենի ցանկատարածներ որ կատեգորիկ փոխանակ իրենք իրանց ռազմավարության կետերից ելնելով, դրույթներից ելնելով, նույնիսկ ես ասեմ, որ 2021 թվականից 2026 թվականը Триумвират Моссад ЦРУ МИ-6 сумел убедить президента Трампа несколько недель назад, что Иран находится на грани распада дезинтеграции, основываясь на утверждениях о якобы скоординированных усилиях внутри страны по свержению правительства. На самом деле начавшиеся протесты были вполне законными. Они не были насильственными и не были направлены на свержение кого-либо. Это были многочисленные люди, крайне недовольные состоянием иранской экономики, за которое мы в Соединенных Штатах в значительной степени несем ответственность. Их валюта систематически обесценивалась, и все это прекрасно понимали. Именно это и стало основой протеста. Они не обязательно были нацелены на смену режима. Затем Моссад при поддержке MI6 и ЦРУ вмешался в происходящее. Нам не нужно снова обсуждать 40 тысяч терминалов Starlink, которые были тайно ввезены в страну, или агентов Моссада, действовавших среди толпы, раздававших деньги и оружие людям, и подстрекавших их стрелять в полицию и убивать членов правительства и так далее. Все это, благодаря помощи России и Китая, было очень быстро подавлено и ликвидировано, откровенно говоря. Те 40 тысяч терминалов Starlink были отключены, а русские и китайцы помогли определить их местонахождение. Это помогло иранцам устранить эту угрозу. Ղազարյան Հայկը այստեղ նստած մի փոքրիկ լրագրողական հետաքննություններ արել բարձելու համար Արցախի կորուստը ինչպես է անդրադարձել Հայաստանի պայմանային անվտանգության վրա, հատկապես ծորենի առումով Արցախը բարձում է 10-ից 12% Հայաստանի ծորենի ինքնաբավություններ ապահովում, ընդ որում բավականին որակյալ ծորեններ սոսնձայնության հետ կապված։ Բացի այս 10-12%-ից, պարոն Դանիելյան, Արցախի կորուստը ինչպես է անդրադարձել Հայաստանի պայմանային անվտանգության վրա։ Մինչև ձեր հարցին անդրադառնալը, ուզում եմ երկու խոսքով նախ երկրորդել ընկերոջս, պարոն Հարությունյանին, շատ կարևոր է այս բաժինը, անասնապահության, անասնաբուծության բաժինը, մի կարևոր բանի մասին եմ ուզում խոսել, վերջերս գրություն է ուղարկել լաբորատոր փորձաքննություն անցնելու, գյուղացիներից մեկը խնդիր էր ունեցել, եւ ես պահանջել էի, որպեսզի փորձաքննություն անցնի, այսինքն լաբորատոր փորձաքննություն սննդի անվտանգության պետական տեսչությունը ինձ հետեւյալ բովանդակության նամակն է ուղարկում լաբորատոր փորձանմուշների բացակայության արդյունքում չենք կարողացել հիվանդությունը ախտորոշենք։ Այսինքն սա ինչ նշանակում, որ լաբորատորիաները կամ չեն գործում, կամ իրական հիվանդության տեսակը չեն արձանագրում։ Երկու դեպքում էլ լրջագույն խնդիր է։ Այսինքն եթե մենք գյուղացուն չենք կարողանում այդ հարցով օգնել, որ մասսայական անկում է գրանցվում, բնականաբար այդ գյուղացին արդեն հրաժարվում է կամ զերծ ամնում անասնապահությամբ զբաղվելու, չգիտեմ, խոզաբուծությամբ զբաղվելու եւ այլն։ Սա անթույլատրելի է։ Լաբորատորիաներ, եթե մենք ուզում ենք զարգացում ապրենք, մենք պետք է ունենանք նորմալ լաբորատորիաներ։ Եթե չկան նորմալ լաբորատորիաներ, ուրեմն չկա գյուղատնտեսություն։ Մի քիչ կարող է շատ եմ սրա մասին շեշտադրում անում, բայց սա անչափ կարևոր մի հարց է։ Եվ նաև կարևոր է նաև վերջերս նաև մայրացուների հետ կապված խնդիրը, ոչխարների, որ էլ մասսայաբար մայրացուները ուրեմն արտահանվեցին Հայաստանից եւ այս առումով նորից էլի ունեցանք լրջագույն խնդիրներ։ Գալով Արցախին, Արցախը ոչ միայն ապահովում էր շատ կարևոր ծորենի հետ կապված մեր ինքնաբավության հարցերը, ես նաև ուզում եմ եգիպտացորենի հետ կապված էլ
ասել, որ էլի մեծ քանակությամբ եգիպտացորեն էր գալիս, ես էլ իմ աշխատանքի ժամանակ մի քանի ամիս, որովհետև մեծ քանակությամբ կեր էի օգտագործում, մի քանի ամիս գրեթե տարվա կեսը ապահովում էր Արցախից եկած եգիպտացորեն։ Անչափ կարևոր է ու ինչն եմ ուզում նշել, բավականին բարձր որակի։ Բացի ցորենից, եգիպտացորենից, ես ուզում եմ նաև մեր հայրենակիցներին տեղեկացնեմ, որ Արցախի կորստից հետո նաև մենք անասնակեր խոտի հետ կապված խնդիրներ ունեցանք։ Գեղարքունիքի մարզում շատ ու շատ գյուղատնտեսներ, որոնք մեծ քանակությամբ անասնագլխաքանակ ունեին, այդ իրենց ձմեռվա պաշարները հենց Արցախից էր գալիս։ Եվ նաև Սյունիքի մարզը, այո, ճիշտ նշեցիք, նաև Սյունիքի մարզը։ Արցախի կորստից հետո շեշտակիորեն կրճատվեց անասնագլխաքանակը, շեշտակիորեն կրճատվեց։ Նաև պարոն Հարությունյան ճիշտ ասեց, մենք մինչև հիմա այդ թվերը չունենք, բայց անձեն աչքով երևում է, որ անասնագլխաքանակի շեշտակի կրճատում է տեղի ունենում։ Հիվանդությունների պահով ասեց, որ էլի անչափ կարևոր է, այսինքն Արցախի դերը ու նշանակությունը մեր համար անչափ կարևոր էր եւ էլի շատ ու շատ հարցեր կար, որոնք որ Արցախի գյուղատնտեսությունը, նաև տարբեր ճյուղեր մենք իրար փոխ լրացնում էինք եւ շատ մեծ ճիշտ է պոտենցիալ էլ կար օգտագործելու, որը որ ցավոք չօգտագործվեց, բայց այս առումով ուզում եմ նշել, որ մենք Արցախի կորստից հետո էլի դասեր չքաղեցինք։ Հիմա Աստված մի արածցե, եթե մենք խնդիր ունենանք, մեր պետությունը էլի մենակ ամանալու, էլի մեղադրելու ենք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին, բայց սա պետք է այս դառը փորձը մեզ համար պետք է մտորումների եւ լուծումների համար ուրեմն կարևոր մի ժամանակաշրջան լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մի գործոն էլ կա, որը